Ես ուզում եմ խոսել հաշողույս արածների վրա, որ երբեք հանգիստ չի տալիս։ Ես հիշում եմ դեռևս պատմությունից, որ ասում էին 1917 թվականին Լենինը Ֆինլանդիայից վերադարձավ եւ ավտոմեքենայի վրա ճառ արտասանեց։ Հիմա այսօր հաշողուն իր այդ պահվածքով հիշեցնում է հենց դա։ Այս ոչ ու փուչը եկել է Ենոքավանից ու անընդհատ մեքենաների վրայից կանգնած ճառ արտասանում, փորձում է մաքրել իր անբարո անցյալը, իր դավաճան լինելը, փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, ժողովուրդ Արցախը մեր համար պատմություն էր, մեր պատմական հայրենիքն էր, այս մարդը փողի դիմաց վաճառել է, ես ասում եմ փողի դիմաց, թող ինքը գա ինձ ասի դու ստում ես տիկին, ես իրանք ասեմ, կբացատրեմ, որ բացատրելը միայն քիչ է, պետք է իրեն դետալ առ դետալ բացատրել, որ նման գործարքները առանց փողի չի լինում, ինչի հանեցիր ամբողջ Արցախի հայությանը, ամբողջ կյանքում արցախցիները դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ արցախցիները ապրել են այդ հողի վրա, դու այսօր, այս տահակ եկար ու Արցախը դատարկեցիր, Արցախը ոչ միայն դատարկեցիր նաև այդ միջանցքը, Լաչինի միջանցքը, Բերձորի միջանցքը, այ դու ես ստոր սահակն ես եղել, հələ հիշի քո երեսից ինչքան մարդ է ճանապարհին մահացել, կանայք ծնդաբերել են ճանապարհներին, դու ես կեղտն ես եղել ու դու եկել ես հիմա ժողովրդին փորձում ես ապա կողմնորոշել, ասել ժողովուրդ, ես շատ ճիշտ եմ արել, դուք հիմա ինձ ձայն տվեք, որ ես շարունակեմ իմ ազգադավ, ազգակործան աշխատանքը, քեզ ոչ մեկը ձայն չի տալու, շատ լավ իմացի, այդ ժողովրդին էլ որ հավաքում բերում ես, ավտոբուսներով, մեքենաներով, այդ գյուղապետերի թերահանգներով, բոլորին հավաքում բերում ես, մենք շատ լավ գիտենք այդ անլվաները, տիկնայք ամոթա, ձեզ պատիվ չի բերում, որ դու գալիս եք, այս անլվայի քիթու մրթին եք թռում, մի հատ էլ պաչում եք, վայ Փաշինյան ջան, եկել ես, հա, մենք մեր ձայնը, մենք այսքան մարդ ենք ընտանիքով, մենք մեր ձայնը քեզ ենք տալի, լսի դուք չեք ամաչում, դուք չեք հասկանում, որ Հայաստանը դուք ձեր պահվածքով տանում եք կործանման, թուրքերը որ եկան 300 հոգով, այդ սուտ է, որ ինք ասում է, այտենց բան չի լինի, թուրքերը գալու են իրանց գվարդիայով, իրանց ոստիկանությամբ, չեն ասելու է, այստեղ կարելի անստել, այստեղ չի կարելի, այտենց բան չկա, դուք իմացեք, ինքը գալու է ու ասի, այս տարածքը իմն է, դու ոչ մի բան չես կարալու ասես, ոչ էլ ոստիկանությունն է գործելու, այ հիմա էլ մարդիկ կան, որ տեսնում են հրապարակում ամեն օր, թուրքեր են վխտում, քանի անգամ մարդիկ փորձել են ոստիկանություն զանգել, ասել են մենք իրավունք չունենք իրանց բան ասելու, այ դուք առնչվելու եք այս դեպքերին ավելի վատ, բռնաբարություններ, մարդասպանություններ, կողոպույտ, ամեն ինչ դուք պատկերացրեք, որ մենք 15 թիվ տեսած ժողովուրդ ենք, մենք սրանց երեսից ենք այսքան դժվել, եւ հետո ստեղ պետք է առնվազն ապրել 80 միլիոն հայցու, չկա, սրանք ամեն կերպ փորձեցին այդ փողը տալ, եւ ես մենակ զարմանում եմ, որ այս մեր ժողովուրդը իր ասածին հավատում է, որ ասում է, թե ստե դպրոց եմ կառուցելու, ստե մանկապարտեզ, ինքը բռնում է սահմանամերձ գյուղերը քանդում է, ասում է, ես ստե դպրոց եմ կառուցելու, ժողովուրդ դպրոցի խնդիր չկա, մեր ժողովուրդը ոնց ասես յոլա կգնա, մինչև այս վիճակից դուրս գա, բայց ինքը քանդում է սահմանամերձ գյուղերը, եւ հետո ձեզ մի բան էլ հիշեցնեմ, ժողովուրդ ջան, ես չեմ ասում դուք անգրագետ եք, մեր ժողովուրդը շատ խելացի է, շատ ուսումնատենչ է, ամեն ինչով աշխատասեր, արի, կազմակերպված, բայց դուք պատկերացրեք, որ իր ամեն մի խոսքը դուք պետք է վերցանեք, ընդունեք, որ ինքը սուտ է խոսում, եւ հետո ստեղ ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է լուծվում, ստեղ լուծվում է նաեւ հայ առաքելական եկեղեցու խնդիրը, ստեղ կաթողիկոսի խնդիրը չի, հայ առաքելական եկեղեցու խնդիրն է լուծվում, դուք պատկերացրեք, եթե ինքը ընտրվում է, այսինքն
դրա հետ հարակից լուծվում է մեր հայ առաքելական եկեղեցու խնդիրը, այն որ հիմա ինքը sense դադարատվե, որ ինքը սկսի իր այդ երանդագին ազգակործան արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, ինքը դրա համար է սպասում է, որ ընտրվի, բայց դու փաշողու քո սևը կտա ժողովուրդը, մենք հասկանում ենք, դու ուզում ես երկիրը տանել քաղաքացիական կռվի, բայց դա չի լինելու, եւ հետո դու այս ստոր, այս տահակ, այս սպիդ դու այդ 1918 թվականի անկախությունը դու չես ընդունում, մայիսի 28-ի անկախությունը, երբ այսօր մենք կանգնած ենք մեր հողի վրա, դրա արդյունքն է, որ մենք մեր ժողովուրդը քրտնաջան ձևով Սարդարապատով Բաշաբարանով ինքը կարողացավ հաստատել այդ անկախությունը, ձեռք բերեց այդ անկախությունը, դու այդ անկախությանը կողմնակից չես, դու ինչի բերեցի շքերթ արեցի, շքերթդ էլ շքերթի նման չէր, դու ինչու ես, դու չես ընդունում մայիսի 28-ը, բայց բերում ես մայիսի 28-ին շքերթ ես անում, որ ձայներ հավաքես, որ ցույց տաս այդ տեխնիկան, շատ շատերից եմ լսել, որ այդ տեխնիկան, ովքեր որ զինագործներ են, զինտեխնիկայից հասկանում են, նրանք բոլորն էլ արդեն լսել եմ, որ բոլորն էլ դժգոհ են, որ այդ լավ տեխնիկա գոյություն չունի։ Դու դիտավորյալ բերեցիր, որ ձայներ հավաքես, ժողովուրդը քեզ ձայն չի տալու։ Թող գնա, ինչքան շուտ գնաս, մի ոչ շուտ գնաս, այնքան մեր ժողովուրդը հանգիստ կանցկացնի այդ ամսի 7-ի ընտրությունը, եւ հետո այս ստոր, այս սրիկա, այդ ականք, դու բերում ես 5-ի, 6-ին, 7-ին, գինու փառատոն ես անում, հա, ճանապարհները փակում ես ամենուր, մարդկանց համար բարդություններ ես ստեղծում, որ մարդիկ չկարողանան գնալ, այդտեղ մեծեր կան, մեծահասակներ կան, կանայք կան, հիվանդներ կան, դու իրենց համար բարդություններ ես ստեղծում, նորից եմ ասում, դու միտումնավոր ձևով, դու հիշա անցյալ տարվա դանակահարությունները, դու միտումնավոր ձևով աղջիկի քթո մարդու իրավունքների պաշտպան, ցիցկո, դու պետք է մասին արդեն ահազանգես, վաղուց պիտի ահազանգեիր ու ասեիր, որ պետք չի, որ հունիսի 5-ին, 6-ին, 7-ին գինու փառատոն անցկացվի, լակելու համար խելքդ քեզնից չի, լակելու համար, փորդ, այդ ճենջոտ փորդ կացես սեղանների վրա, մենակ լակես, մենակ ասես էսի պապոնց տունն է, էսի տատոնց տունն է եկել եմ, չէ, ոչ մեկ քեզ չի ընդունում, թուրքին ոչ մեկ չի ընդունում, եթե մենք սկզբից իմանայինք, որ դու այդ գրքի հեղինակն ես, որ դու ինչ անբարո անցյալ ունես, ով քեզ կընդուներ, ով քեզ ձայն կտար, ոչ մեկ, բայց դու խորամանկաբար, ոնց որ երկրորդ ընտրությանդ ասում էի, ես Շուշին ու Հադրութը հետ կբերեմ, դու Շուշին հանձնել ես, ասում ես ես Շուշին հետ կբերեմ, դու Շուշի հետ բերող էիր, այս ստոր, այս տահակ, եւ հետո ես մեկ էլ հիշում եմ, անցյալ մի երկու օր առաջ էր նայեցի տեսա այդ շքերթի մասնակիցներից, ընդե մի հատ Երեմյան կար, որ ասեցին սիսական ջոկատից ա եղել, զինվոր ա եղել, ու այդ մարդը առանց անհարմար զգալու կանգնե գովերքում ա, որ գիտեք ինչ շքերթ էր, լսի այս ստոր ստահակ, քեզ չեմ էլ ճանաչում, իհարկե ոչ էլ իմ համար, ոչ էլ ցանկություն ունեմ, ոչ էլ իմ համար պատիվակոյեց քեզ ճանաչելը, բայց դու փոխանակ մտահոգվես, հարցեր բարձրացնես, ասես սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին դու բանտել ես, ճաղերի հետևում, դու պիտի բաց թողնես իրան, որ մի բանտարկվածի մասին ասեմ, Վարուժան Ավետիսյանին դու բռնում ես մայիսի 28-ին ես, սրանից 4 տարի առաջ մայիսի 28-ին բանտարկում ես, դու սրանց համար, դու սրանցից ես վախենում,
դու սրանցից վախենում ես, որ դու պիտի պատասխան տաս, պատասխան ես տալու, և ով ասենց բան պես է, ու դու, և հետո կեզ մի բան էլ ասեմ, եթե Արտուր Օսիպյանի մազը ծռվեց, դու ժողովրդի ձեռից չես պրծնի, մի հատ թող Արտուր Օսիպյանի մազը ծռվի բանտում, մի հատ, դու այ լալոշ, այ լկտի, ոտերդ աչու ձախ քցում ես, այդ քարտեզն էլ բաժանում ես, այդ ժողովուրդը ժողովուրդ չէ, այդ քարտեզները վեստուս են շփցնի դեմքիդ, ասի դե գնա, էսա քո պատասխանը քո քարտեզների, հələ մի հատ իրան հարցրեք, էլի ասեք ջերմուկը որ տվել ես, ջերմուկը ստեղ կա ջերմուկը, այդ ես միշտ էլ չեմ ուզում թվարկել, այդ մնացած տարածքները բոլորը, և հետո շքերթը ով էր ընդունում, Պապիկյան, Ասրյան, որ հանձնել է ջերմուկը, որ կանգնել էր Նարեկ Կիրակոսյանին ասում էր, ուզում էր ջերմուկը վերցնենք, ավտոմատը գցի թևդ գնանք, այ էսի բանը Ասրյանի պատասխանն է, էսի Ասրյանի պատասխանն է, արա հեյ դու հադրութդ ես հանձնել, դու ազոխդ ես հանձնել, դու ով ես իմաստ է, այդ ծախու արարած, դուք սե ինչ եք անում, դուք պտի հիմա ձեր տեղը բանտերում լիներ, դուք ձեզ բոլորիդ պտի, ու գալու է այդ օրը, դուք չկարծեք, և հետո այն գյումրեցի կինը, այն գյումրեցի աղջիկը, որ մոտեցավ Փաշողլով, կես կանգնեց, ասես թե 5000 զոհի համար դու պատասխան ես տալու, դու ասում ես որտեղ ա գրած, ես իրա փոխարեն պատասխանում եմ, ես իրա փոխարեն պատասխանում եմ, դու մի հատ ցուցակը կպցրա մահացածներին, կպցր անչի չես կպցնում, վախենում ես դու վախենում ես, այստոր, այ թալանչի, դուք մարդու կնիք, այդ քո քպեի հետ միասին ամբողջ թալանել եք ամբողջը, ու հետո կանգնել ես, ասում ես, թե զենք են կառե, դու 7 միլիարդի զենք ես առե, այ գրողը սուտ ես, ցավը սուտ ես, այդ երեխեքի այն մեղքը, որ դու երեխեքին տենց տարար կոտորեցիր, որ ասում է իրանց տները ով ինչ ունի, թողնի հավաքի գա, և հետո դու կանգնել ես, բանը, ասում ես, թե այդ չխոտկեն, Արսեն Թորոսյան Արսենը, կանգնի ասում է, վայ իրա տարածքում է, այդ եկեղեցին, այսենց դու ընգնես մի հատ ժողովրդի ոտի տակ, քեզ ասում եմ, քո փոր ու փսորը կթափի ասֆալտին, քո փոր ու փսորը, այ թարախապալար, մարդ այդքան կարա, դու հայ չեք, ձեզ պտի բոլորի դենկայի անալիզ անեն, ձեզ պտի, որովհետև ես ոնց ուզում ես քցի բռնի, ձեր տեսքից, ձեր խոսելու, ձեր ամեն ինչի ծերևում է, ես պտի մտածեմ դու հայ ես, ասում է իրա տարածքում է, ինչ կուզի, այ լկտի, այ այն տունու տեղդ ավիրվի, որ դու այդ եկեղեցին չտանես ավիրման, դու չես ամաչում, դու փոխանակ ձեր ձայնը բարձրացնեք, ասեք, մենք մեր ձայնը բարձրացնում ենք համաշխարհային եկեղեցիների խորհրդին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բոլոր ամենուր, որ այս եկեղեցիներին ձեռ չպետք է տալ, դա մեր հայրենիքի անբաժան մասն է, մեր պատմությունն է, մեր մշակույթն է, ժողովուրդը տարիներ շարունակ մտե դուրս է եկել այդտեղ, մեր հավատն է, դու քո գրոշի համար, գրոշ, այ ոնց որ դու ես գրոշ, անենսև գրոշի մտածելակերպում ես, ես ասում եմ, մենակ տա Աստված մի օր ես քեզ հանդիպեմ փողոցում, ու դու կտենաս քեզ ինչ ալնելու, քեզ ինչ ա սպասվում, քեզ այն ոչ լիաղիքին, այն բանը, մշակույթի նախարարուհուն, այն որ իրան դրելա չգիտեմ իսկական ձեսի մինչի տեղ, որ ամբողջ դասագրքերը ծռեց, մի հատ նորմալ հայ գրող չկա այնտեղ, բոլորը մի հատ սենց լրիվ թուրքական, չգիտեմ ես իմ, որտեղի ինչ կրճոններում, թուրքերը ինչ ունեն իրանց անկյուններում,
վերը լցրել են մեր դասագրքերի մեջ։ Լսի այդ Մարիա Կարապետյան այդ պոռնիկի հետ միասին, աղջի դու էլ պակաս պոռնիկը չես։ Դու չկարծես, որ դու այդ բանը Պետրոս Չելացին պահում ես գլխիդ վրա, իբր թե կողքդ մարդ ես պահում, պակաս պոռնիկը դու չես, որ դու, էս էլ է պոռնկություն, էս էլ է պոռնկություն։ Անենց որ դու չկարծես, որ դու մաքուր ես, դու մաքուր չես։ Դուք մենակ նստում եք ամբողջ իրիկունները, հող եք հաշվում, որտեղ տուն առնեք։ Այս է ձեր արածը։ Թե չէ դուք, որպես մարդ, որպես հասարակության անդամ, դուք ինչ այ։ Հա? Դուք ինչ այ։ Այս ժողովուրդը իրանց ոտերը սրբելու ամսի 7-ին ձեր վրա։ Կոնկրետ ես, ժողովուրդ ջան, լավ իմացեք, թե սրանք ինչ այս բջերը, քպեի բջերը, դուք քպեի բջերն եք։ Այդտեղ ուր է մարդ, մի հատ ցույց տվեք։ Այն Սասուն Միքայելյանը, իրան ասում են թե բանան, Տիգրանաշենը, ասում են Տիգրանաշենը արդեն մենք GPS-ով նայում ենք, տեսնում ենք, որ Տիգրանաշենը արդեն Ադրբեջանի տարածքում է, սենց ասում, Տիգրանակերտ, դա Ադրբեջանի տարածք, դա Ղարաբաղի տարածք էր, մենք տվել ենք, ինքը այդ գետը, այդ անգրագետը, Տիգրանաշենն ու Տիգրանակերտը այդ մարդը իրարից չի տարբերում, ում հետ ենք ով է երկրապահի ղեկավարը, այս ցնոտը, այս ցնոտ փորը, հա, այս տավարի ցավը, էսի ով էր որ դառնար երկրապահի ղեկավար։ Հələ մի հատ բարձացեք այդ դիրքերը նայեք, իրանք ամեն օր դիրք են հանձնում։ Այ պապիկյան, գնացել ես ոնց որ հերդ ամբողջ Լորվա մարզի Ղասաբն է, դու էլ հայոց բանակն ես, սենց տակն ու վրա անում, բանակը դարձել ես տարյուկես, ով է տեսե այս ձևի վիճակում գտնվող երկիրը, բանակը դարձնի տարիկես, մի հատ ինձ ասեք, եթե պետք է մենք բոլորս կանտամագրվենք, կգնանք, բայց դու մի դարձրու բանակը տարյուկես, այստոր, փորը տելելա շալակըտ, ես ասում եմ, դուք ձեր երեխեքի խերը չեք տենալու, դուք այսքան ժամանակ, դուք սենց մրմրցնեք այս ժողովրդին, ու դուք ձեր երեխեքի խերը տենաք, չէ, դուք ձեր երեխեքի խերը չեք տենալու, և հետո այդ Ռուբինյանը ինչ զիբիլ է, կանգնել ասում է Մարալիկի Թեհլերյանի արձանը պետք է ապա մոնտաժ ենք, դու ով ես, այս զիբիլ, Թուրքիայի գործակալ, դու ընդամենը Թուրքիայի գործակալ ես, քեզ մշակել են, սենց կոկիկացրել են ու սենց լարել են դեմներս, քեզ քո սևը կտանք, այ լալոշ, գնա հլը մի հատ այ բուբենի տարերը մի հատ լավ նստած սրա կոկորտումըտ, լեզվի ծայրին, դու ով ես, դու գրագիտություն էլ չունես, դու քեզ թվում է թե որ այդ Կարոն հերը տա, պտի մինչա, մենք էլ մտածենք, ասենք, եսի գիտես Կարոյի տղեն է, դու էլ մեռնես, Կարոն է քո վերեն մեռնի, քո տուն ու տեղն է քո վերեն մեռնի, ինչ եք ուզում այս ժողովրդից, հələ մի հատ էլ ասում եք, մենք ընտրվելու ենք, դուք չէ, ժողովուրդ իրանց մենք այնքան ձայն չենք տալու, որ իրանք խորհրդարանում, անգամ խորհրդարան չպետք է մտնեն, խորհրդարան սրանք չպետք է մտնեն, սրանց բոլորի տեղը ճաղերի հետևն է, ինչքան դու ես խաղաղություն բերել, այնքան էլ փաշող լինա խաղաղություն բերել, ինչ խաղաղություն, եթե դու կանգնի ասում ես Արցվաշենը 40 կիլոմետր Հայաստանի տարածքից հեռու է, նախ այդ տարածքները հարցա, թե ոնց է ինքը անկլավ դարձել, ոնց է Արցվաշենը անկլավ դարձել, մի հատ այդ հարցը դու բարձրացրել, այ ողորմելի, այ խղճուկ, մի հատ այդ հարցը դու բարձրացրել, և հետո եթե աչ ու ձախ Թուրքի Ադրբեջանի հողի մեջով պետք է անցնի հայը, նրա համար նա կարա տեղ երկար մնա, նա տեղ երկար կարա մնա, այսօր, այս ստահակ, քեզ ինչ ասեմ, որ ես իմ խիղճը հանգստանամ, և հետո դու կանգնել ես առանց անհարմար զգալու, փորձում ես արդարացնել Փաշողլուն, որտեղ Փաշողլու կտորը դու ես, բոլորը կեղտոտ խաղերի մեջ է, փողերա որ դուրս է գրում, դրա համար ես տղեկի դերը պաշտոնների, հազար ու մի կետեր ունես,
որ քո համար աշխատացնում ես, անվճար աշխատեք, թող աշխատի։ Տղետ ինչ է անում, Հրազդանում ոչ մի բան։ Այդ տղետ է հիմա կազմակերպելու այս թանուփոխինը, այս բանը, այս ընտրությունը, ու մենք կտեսնենք, որ Հրազդանում հաղթել է այդ բանը, ԿՊ-ն։ Էդի քո տղեն է դասավորելու, բոլորին հաթաթայա տալու, այս ինձ ասում եմ, քո տղեն բոլորին հաթաթայա տալու, եթե 1921 թվականին Հայաստանի բախտը որոշվում էր բանը Մոսկվայում, պատկերացրեք, այսօր այդ առաջ երկու սիֆիլիսիկներ էին կանգնել հայ ժողովրդի բախտը որոշում, այսօր բազմաթիվ են այս սիֆիլիսիկները, ովքեր դուրս են եկել Հայաստանից դեմ դուրս չեք կարա գալ, հայ ժողովուրդը նենց կկազմակերպվի, իսկ դու աղջի, Մանասյան չելած, այդ քթո, ստով, դու պետք է այս հարցերը լուծես, որ չեղյալ պետք է հայտարարվի այդ գինու փառատոնը, դու միտումնավոր Փաշողլու հետ ջուր ես լսում այդ կեղտոտ ջրաղացին, որ մարդիկ հələ հիշեք ընդրել դանակահարությունները, եւ հետո մի բան էլ ասեմ ու վերջացնեմ, երբ նախորդ ընտրություններն էր, Վահագն Հովակիմյան, այ Զիբիլ, այ Ժեխ, այն Մարիա Կարապետյան, այն Արփի Դավոյան, Մավոյան, այդ լրիվ, այդ Թուրքիայի ագենտները բոլորը կանգնել էիք, ես որ այդքան խնդրեցի ձեզ, ասեցի, ես լավ փորձ ունեմ, ես բավականին միշտ մասնակցել եմ ընտրություններին, դուք թողեք ես մասնակցեմ, դուք ասեցիք չէ, իսկ հիմա ինչն էր ձեզ խանգարում, այդ տականք Վահագն Հովակիմյան, դու եղել ես այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, որ կեղծես, դու այդ կեղտն ես դու այդ կեղտն ես, ոնց որ անգրագետ էիր հայկական ժամանակում, քո հոդվածները շատ թույլ հոդվածներ էին, նույնը հիմա, այնքան որ փողի հոտ ես առել, Փաշողլուն ասում է ամեն ինչ արեք, որ մենք անցնենք, որ մեր կեղտերը ի հայտ չգա, բայց ձեր կեղտերը ի հայտ ա գալու, այդ ամբողջ ԿՊ-ի բճերը պետք է բոլորը արևերես փռվի, բոլոր ձեր արածները պետք է իմացվի, բոլոր ժողովուրդը, իսկ անընդհատ կանգնում ես, ասում ես կալուգացին ես մյուսը, դու էլ մի հատ քեզ նայի, քո ոտու գլուխը նայի, ճենջոտ, քեզ քցում ես սեղանների վրա, քեզ քասեքն ես քցում, եւ առանց անհարմար գալու ուզում ես ասես, ես ձեզանից մեկն եմ, չէ, ժողովուրդը ազնիվ է, ժողովուրդը չի գողանում, դու ես 8 միլիարդը գողացել քո ԿՊ-ի հետ միասին, չհաշված, բա Ադրբեջաններ ժողովուրդ պատկառելի գումարներ է փոխանցում, որ այս լկտի թուրքը մնա իշխանության, բայց իրանց ԿՊ-ն չի մնալու, սաղը սատկե, այսենց սատկսնելու է ձեր ժողովուրդը, ձեր գլուխները, ձեր նեխած մարմինները, ձեզ որ տենում եմ, ինձ թվում է ես այդ նեխահոտը արդեն առնում եմ ձեզ, թողեք ու ռադել եք, ձեզ զայն տվող չկա, լավ իմացեք, այս է ձեր ձայնը, ձեր ձայնը ես է, և հետո ով որտեղ ուզում է թող գնա, լավ անում, չուզողս դուք եք, մեր ժողովրդի չուզողը դուք եք, ժողովուրդը ձեր աչքը հանելու է ձեր աչքը, թողեք ու ռադել եք միանգամայն, միանշանակ, ձեզ ոչ մեկ չի սիրում, ատում են, որտեղ լսում են ԿՊ և հետո արդեն մարդասպանություն, մենք իմացանք Կոտայքի մարզի մարդասպանությունը, մարդը ասել է, մարդը իր կարծիքն է հայտնել, ոնց թե, դու պետք է Փաշողլուն ընտրես, Փաշողլին ով է եղել, ով է եղել, ոչ մի բան, 0, ես այլ եմ ասում, հավաքվեք, գնացեք, ձեր տեղը ազգային անվտանգության նկուղն է, գնացեք մեկընդմիշտ